Եվ այսօր մենք ձեզ հետ ականատեսնենք, թե ինչպես հավաքական արևմուտք ասածը ՆԱՏՕ-ի գլխավորությամբ սանձարձակել է պատերազմական գործողություններ Ռուսաստանի դեմ Ուկրաինայի տարածքում։ Հավաքական արևմուտք ասելով մենք ձեզ հետ նկատի ունենանք, որ խոսքը ոչ միայն ՆԱՏՕ-ի 27 անդամ երկրների մասին է, այլ խոսքը նաև իրենց այդ վտանգավոր պատերազմում սատարող նույն հարավային Կորեայի մասին, Ճապոնիայի, Ավստրալիայի, Նոր Զելանդիայի չթվարկեմ, գումարային առումով 54 պետություններ այսօր պատերազմում են Ռուսաստանի Դաշնության դեմ եւ բնականաբար այդ պետությունների համար բացարձակապես եւ ոչ մի ուրիշ խնդիր, բացի իրենց այդ հեգեմոնիստական մահացող աշխարհակարգը վերակենդանացնելու ուրիշ ոչ մի խնդիր չկա։ Եվ իրենք պատրաստ են հավաքական արևմուտք ասածը ոդատակ անել ցանկացած պետության, ցանկացած ազգի եւ ժողովրդի, որը իրենց այդ վտանգավոր սատանայական գործողություններին չի սատարում, առավել եւս երբ խոչընդոտում է։ Այդ իսկ տեսակետից մենք ձեզ հետ միասին հասկանանք, թե ինչ խոցելի իրավիճակում է հայտնվել Հայաստանի Հանրապետությունը գործող իշխանությունների արմատապես սխալ քաղաքականության արդյունքում։ Խոսքս արտաքին քաղաքականության մասին է, բայց դա իրենց քաղաքականությունը չի, դա անգլոսաքսերի կողմից թելադրված քաղաքականություն է, իսկ ինչպես կասեին, այդ քաղաքականությունը կենսագործողը Թուրքիան է իր սատելիտների միջոցով, որոնք այսօր ծվարել են իշխանական համակարգում։ Եվ վերջին հաշվով ոչ մեկիս համար արդեն իսկ անգամ դանդաղ մտածողները համոզվել են մի պարզ ճշմարտության մեջ, որ 2018 թվականի Փաշինյանին իշխանություն բերելը հավաքական արևմուտքի նախ եւ առաջ անգլոսաքսերի ծրագրի բաղկացուցիչ մասներ եւ ամենևին պատահական չի, որ իրենք կարողացան Փաշինյանի միջոցով շատ կարճ ժամանակահատվածում ստեղծել պայթյունավտանգ իրավիճակ հարավային Կովկաս ասած տարածաշրջանում։ Եթե հիշում եք, դեռ պաշտոնի անցնելու մի ամիս ժամկետ 100 օրը չէր անցել, Փաշինյանի առաջի քայլը եղավ այն, որ նա հետ կանչեց գլխավոր քարտուղարին գեներալ գնդապետ Յուրի Գրիգորևիչ Խաչատուրովին, հայրենասեր, հայ զինվորական, պրոֆեսիոնալ զինվորական, եւ ոչ միայն հետ կանչեց ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնից, այլ նաեւ արհեստական քրեական գործ կարեցին, բանտարկեցին, հետո հարկադրված էին ազատ արձակել հանցակազմի բացակայության պատճառով։ Դա առաջին ուժգին հարվածներ ոչ թե անձին գեներալ գնդապետ պատվավոր Յուրի Խաչատուրովին, այլ ուժգին հատված էր ՀԱՊԿ-ը վարկաբեկելու գործընթացին, որ ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարը կարող է լինել մարդ, որը իր իսկ երկրում դատապարտվում է հանցանք կատարելու համար։ Դրան հաջորդեցին մյուս հարձակումները ՀԱՊԿ-ի վրա, հիշում եք, գլխավոր քարտուղարի տեղակալի մի հաստիկը քվոտայով հասնում էր Հայաստանին, հրաժարվեցին դրանից, անգամից 2 տարի առաջ Հայաստանի Հանրապետությունում կայացած ՀԱՊԿ գագաթնաժողովի փաստաթղթերը մինչև օրս Հայաստանի Հանրապետությունը չի վավերացրել, չի ստորագրել, ասել կուզի, որ այդ որոշումները օդից կախված են, որովհետև մենք ձեզ հետ միասին գիտենք, որ ՀԱՊԿ-ի որոշումները ընդունվում են կոնսենսուսով։